Վերին Արտաշատում հիմնականում տարեց եզդիներ են ապրում։ Երիտասարդներից շատերը հեռացել են գյուղից, աշխատանք գտնելու նպատակով։ Ֆայզո Սլոյանի նախնիները Թուրքիայից են գաղթել, թեև ինքն արդեն չի հիշում կոնկրետ որ բնակավայրից։ Նա մեծացել է 10 երեխաներով լի տանը, հիմա ապրում է կնոջ հետ մենակ։ Մենք մենակ ենք առողջինս ապրում։ Այս գովիս են լետում, մեզ չի որ աշխատող են չէ, միշտ բալիս են էթում են։ Այս տարի երևի մենակ մեծս են չի եկեմ, մնացած աղջիկերս էլ եկան գնացին, աներս էլ եկան գնացին։ Բայց դե դրանք են ունեն երեխա, դրանք սաղը դրոցահական երեխաների տեր են, չի կարող մնալ, նրանց երեխաներին տուն տեղը, աշխատանքը, թոմեն անկեպը, գալիս է մի 10-20 Երեխաները տարիներ առաջ ամուսնացել են և աշխատանք գտնելու նպատակով թողել գյուղը, գնացել արտերկիր։ Ֆայզոն ու իր կինը նույնպես հեռանում են գյուղից, բայց միայն ձմռանը, գնում են երեխաների մոտ ու շուտ վերադառնում։ Հատկապես ձայրն են ենք, էտում քանի որ ես հողը հանգստանում եմ, դաշտի հողը հանգստանում ենք, ընդեղ ենք հանգստանում, հենց ձուն հալվում է, հողը սկսում է աճել, մենք էլ գալիս ենք, հետը չանչերում ենք գուչում, աշում ենք, մերկը ժողում ենք էլ, էտում ենք Ֆայզոյի հիշողություններում ամենաթանկը իրենց երգերն ու տոնական սովորություններն են։ Նա դեռ հիշում է այն ժամանակները, երբ ռադիոյով 1 ժամ եզդիերեն երգեր էին հնչում։ Մեր երգերից երգում են դուրս երեխաներում խաղում ենք դրացով, հետապարտանում ենք, երգերը զարգանում ենք, Ավանդույթներից առանձնացնում է հարսանեկան ծառի զարդարումն ու հարսի ուղղությամբ խնձոր նետելը, որտեղ ծառը խորհրդանշում է ընտանիքի շարունակականությունը, իսկ հարսի ուղղությամբ խնձորի նետումը որպես բարեկեցության և պտղաբերության խորհրդանիշ։ Իր 3 որդիների դատարկված ծառերը դեռ պահում են տան-տանիքում։ Էլի, ես դժգոհ չեմ մեր տրադիցիայից։ Ինչ-որ մի նշան էլ դրա մեջ է երևի, պապերը թողել են երևի, բդի էլ մի։ Նակ խղճալով հարսու քրերը, երկու քուրերը տալեր կարան իրան ձեռով պահում էին գլխի վրա, որ դու հանգած չվնասես, կարող ճաղ չանես, քալ խպես։ Անկան կարող են ինձ հարված լինի, որ շատ հապալի։ Նա հիշում է նաև եզդի կանանց հագու կապը, առանձնահատուկ գլխաշորը, որը հիմա գրեթե չեն կապում։ Էսի տատիս էր անում, մամաս էր անում, հիմա մենք էլ ես դրանցից եմ սովորել, նստում էի անում երեխեքը սենջմալ մանր էին, հիմա գզում էի, գուլբա էի անում, ժիլետ էի անում իրանց համար, ես էլ սրանով են մանիկն է, սենց մանում էինք, այսպես մանում էինք, ես էլ իմ սրանցով էլ գործում էի, սրանք մեր լեզով ասում են շիշիկ, ես էլ հաշի, իմ թեշին է։ Ֆայզոյենց ընտանիքի պատմությանը նման դրվագներ տեսանելի են նաև գյուղի մյուս տարեց եզդի ընտանիքներում։ Այդ ընտանիքներից մեկն էլ Չերքեզինն է։ Չերքեզի ընտանիքը սկզբում բնակվել է աշտարակում, ապա տեղափոխվել Վերին Արտաշատ։ Նունեն Չերքեզի կինը Շամիրամ գյուղից է և Վերին Արտաշատ է տեղափոխվել ամուսնանալուց հետո։ Մինչ թոշակի անցնելը զբաղվել են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Չերքեզը նկատում է, որ եզդի համայնքը տարիների ընթացքում շատ է փոխվել, մասնավորապես կրթության նկատմամբ վերաբերմունքի հարցում։ Նունեն ցավով հիշում է. Մեր երեխեքի ժամանակում մենք անասուն էինք պահում, դպրոցից շուտ էինք անում, սար տանում, նախքան դպրոցի փակվելը, աշունը ուշ էին գալի, երեխեքը հետ էին մնում, թե չէ գլուխ գովալ չլի, իմ երեխեքը էլ բացարձակ թորս 6-րդ դասարան էր, ամեն տարի մի հատ գովասանագիր էր ստանում։ Երեխեքս էլ հարվածային էլ, ծույլ չեն էլ։ Ուղղակի այդ սարի պայմանների համար երեխեքս հետ մնացին։ Թե չէ իմ երեխեքն էլ են լավ սովորել։ Չերքեզը հիշում է նաև եզդի տղաների երբեմնի սովորությունները, բեղ ու կարճ մորուք կրելը, որը ժամանակի հենքին մարել է։
Մենք որ ծնվել ենք, արդեն այդպես բաներ չենք տեսել համարի։ Կար, էլի կար, մենք որ ծնվել ենք, Շատ քիչ։ Միջև 85 թվերից արդեն լրիվ փոխվել։ Ամուսինները դժգոհում են ժամանակակից երաժշտությունից, համեմատելով դրանք հին երգերի հետ։ Հին երգերը լավ էին։ Էդի հիմիկվա երգերը Մի երկու հատ բառ են ասում, մի քանի հատ այդ երկու բառը կրկնում են, ընդ այդ գործիքերը շղթրեղ, ժողովուրդը պարում է, ու չգիտի ինչի տակ է պարում։ Իրանց երգերը չկա հիմա, մի երկու բառը։ Այդ երկու բառը 10 անգամ կրկնում վերջացնում են, 10 անգամ կրկնում են այդ երկու, բայց մեր առաջվա երգերը մտնում են մեկը մեկի թև պարում էին, ժամերով պարում էին մեկը մեկի թև ընկած ու բաներ, կենթանի ձայներ, մեկը երգում էր պարտադիր այդ բարի ժամանակ։ Նրանք հիշում են նաև իրենց սիրած պարերը՝ քյալաշոն, հոյնարեն, լաչին։ Մայրիկս էր ասում էր, մեծ աղջիկ ես արդեն, վաղը մյուս օր հարսանիք բան ես գնալու, բա դու չիմանաս պարես։ Արի պարետ սովորացնենք։ Այդտենց սովորացնում էին մեզ։ Բադր Խուդոյանի նախնիները 1915-ին գաղթելով Խոյից սկզբում ապրել են Արմավիրի մարզի Փշատավան գյուղում։ Երբ Բադրը 12 տարեկան էր, ընտանիքը եկել է վերին Արտաշատ։ Նա հիշում է, որ իր մանկությունը ավելի ապահով էր։ Մայրը ստանում էր թոշակ, իսկ անասնապահությունն ավելյալ եկամուտ էր ապահովում։ Հիմիկվա մեր ժողովուրդը ասեք, դες հողեր ունի, անասուն ունի, միշտ կոլխոզի կեսի չափը անասուն ունենք։ Այդ ժամանակ մի հոգին այդ թոշակով 4-5 դպրոցական էր պահում, բայց հիմի 4-5 աղշատով մի հատ դպրոցական նորմալ չեն կարող պահել։ Այսօր Բադրը զբաղվում է գյուղատնտեսությամբ, մշակում է իր 1 հեկտար հողը եւ հորաքրոջ տղայի 2 հեկտարը, ով այժմ Ռուսաստանում է ապրում։ Ինչ եք մշակում։ Խաղով։ Հետո ինչ եք անում այդ խաղով։ Խաղով ծախում եք տալու եք, զավոտ, շուրեին եք տալու, պայկային եք տալու։ Շատ ունեք խաղով։ Մի հեկտար ես խաղով ունեմ հայկի, մի երկու կտորել։ Ele hol Ռուստավայնա, Ռուսաստանա, ապրեպտանա, էտել է տվենց։ Բադրն ասում է, որ գյուղատնտեսությունն այսօր ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական ծանր բեռ է։ Հիմի ժողովուրդը համ հոգեկան է տանջվել, համ էլ ֆիզիկական։ Իմ հողերը, որ ես մշակում եմ, ասենք ստորգան դյարդվավ, պետք է համարվեմ։ Թույլը պետք է ուշացրի հիվանդություն գա մեջը, էդի ատեն ես եմ հոգեկան սխանգարը, բայց այդ ժամանակ կոլխոզի հոգեկան էր խանգարը։ Վերին Արտաշատում ապրող եզդիները շարունակում են պահել տան տանիքներում երեխաների հարսանիքներից մնացած դատարկված ծառերն ու իրենց անցյալից լավ ու վատ հիշողությունները։ Նրանց բոլորին միավորում է նույն զգացումը՝ սպասումը, որ մի օր դուռը կբացվի եւ հեռացած երեխաները տուն կվերադառնան։